Միացյալ Նահանգները այն երկրներից մեկն է, որտեղի քաղաքացին անվերապահորեն վստահում ու հավատում է ընտրական գործընթացին։ Ինչ է մեզ պետք մինչև այդ կետը հասնելու համար եւ որն է մասնավորապես ըստ ձեզ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերը, որ ընտրությունից հետո հրապարակում մարդիկ դուրս չգան ու չհայտարարեն, որ հերթական անգամ ընտրությունը կեղծվել է։ Գիտեք, ես կարծում եմ այստեղ, եթե մենք նայենք ընտրական օրենսդրության զարգացման ամբողջական էվոլյուցիան, պարզ կլինի մի բան, որ յուրաքանչյուր անգամ, երբ մենք նոր ընտրական օրենսգիրք ենք ընդունել, հիմնական շեշտադրումը կատարվել է նոր վերահսկողական մեխանիզմների ամրագրմանը եւ ընտրական գործընթացներում առավելագույն հրապարակայնության ապահովումը։ Եվ ես կարծում եմ, որ հանրային վստահությունը մեծապես հենց պայմանավորված է ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմամբ, յուրաքանչյուր նոր ընտրական օրենսգիրք ընդունելիս շատ են թափանցիկությունն ապահովող ուրեմն իրավանորմերը եւ նաեւ հասարակական վերահսկողության մեխանիզմները։ Ընդհանուր առմամբ մենք հասկանում ենք, որ Հայաստանում խնդիրը իհարկե քաղաքական է եւ քաղաքական լուծում է պահանջում, իսկ քաղաքական լուծումները հանգուցալուծվում, այսինքն ստանում են քաղաքական խնդիրներ ստանում են հանգուցալուծում, եթե իրապես անցկացվում են ժողովրդավար ընտրություններ եւ ընտրության միջոցով ձևավորվում են հանրային իշխանություններ։ Դրանք ամենանվազագույնն են, որ պետք է տեղի ունենա երկրում։ Իհարկե այլ ինստիտուտներ նույնպես կարևոր են, բայց հիմնական ինստիտուտը դա իհարկե ընտրությունների անցկացումն է, որը մեզ իհարկե 25 տարիների ընթացքում դեռ չի հաջողվել իրականացնել։ Ձեր կարծիքով Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև որակյալ ընտրություն։ Չեմ կարծում, որ մենք շատ երկար պետք է անցնենք այդ ճանապարհը, որովհետև մենք այնուամենայնիվ ապրում ենք հետինդուստրիալ հասարակությունում եւ հետինդուստրիալ հասարակությունը դա հեղափոխական հասարակություն է, որովհետեւ այսօրվա տեղեկատվական այս մեդիաների պայմաններում դու չես կարող թաքցնել ոչ կեղծիքը, ոչ սուտը, հետեւաբար հանրության մոտ կարծիքի ձևավորումը տեղի է ունենում ոչ թե կեղծիքի թելադրանքի եւ կեղծիքի տարածման միջոցով, այլ հանրությունն է ընկալում եւ տեսնում է ճշմարտությունը, հետեւաբար հետինդուստրիալ հասարակությունում այս process-ները ավելի արագ են տեղի ունենում եւ ժողովրդավարության գործընթացը արագ է ընթանում։ Հայաստանի համար այո, ընտրությունները կարևոր գործընթաց են, բայց տոն չեն համարվում, քանի դեռ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն չի լինում։ Ինչու են Միացյալ Նահանգներում այն տոն համարում, որովհետեւ իրենք տեսնում են, որ խաղաղ առանց ցնցումների, առանց ինչ-որ կեղծիքների, ինչ-որ խժդժությունների իշխանությունը մի ուժից փոխանցվում է մյուս ուժին։ Եվ դա Ամերիկայի ժողովրդի կամքն է, որ այդպես է լինում։ Մինչև Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չլինի եւ դա չկրկնվի մի քանի անգամ, որ դառնա ավանդույթ, մենք չենք կարող ասել, որ կարող ենք ինչ-որ տոնախմբություն համարել այդ օրը։ Այդ օրը մեզ համար լարված կռիվների պայքարի օր է դեռևս, որը որ պետք է ասեմ, որ արդյունք չի տվել դեռևս։ Այսինքն այդ պայքարն էլ իր այն հանգրվանին, որին որ պետք է հասնի, այդ ինդիկատորը ընտրությունների միջոցով իշխանափոխության ինդիկատորին, որ պետք է հասնի, չի հասել դեռ։ Տեսեք 17 թվականին սպասվող ընտրությունների գործընթացները, անհավասար պայմանները, այն խտրականությունը, ֆինանսական ռեսուրսների, ադմինիստրատիվ ռեսուրսների անհամաչափությունը դա հիմա է տեղի ունենում։ Վերադասավորումները հիմա են ընթացքի մեջ են։ Եվ այդ օրը ուղղակի արձանագրվելու այն ինչ որ այսօր կա։ Հետեւաբար ես մեծ սպասելիքներ, որ ինչ որ բաներ լինելու է փոփոխություններ չունեմ, եւ նաեւ հաշվի առնելով վերջին թիմ ընտրությունները մենք հասկանում ենք, որ նոր սահմանադրություններ, չգիտեմ, նոր օրենսգիր, դրանք ուղղակի խոսքեր են, հեքիաթներ են, որ պատմել են վերջին 2 տարիների ընթացքում, բայց մենք իրական կյանքում պրակտիկայում տեսնում ենք, որ իշխանությունը անգամ մի փոքր տարածքում զիջելու որևէ կամք չունի, քաղաքական կամք չունի, որ ինչ-որ փոփոխություն լինի։ Ցավով եմ նշում, որ այն ընտրական օրենսգիրքը, որը ընդունվեց նաև դրա շուրջը լուրջ իմիտացիա ձևավորվեց, հայտում նաև իմ ընդդիմադիր շատ գործընկերներ դա ներկայացին, որ դա շատ մեծ առաջընթաց է, նման բան չկա ցավոք սրտի, զուտ ելնելով այն հանգամանքից, որ ընտրական process-ի մեջ, հայկական իրականության մեջ ամենավատ
երևույթը կրկնակվեարկությունն է, իսկ այս ընտրական օրենսգիրքը որքան է ցուցակների հրապարակումը հնարավորություն է, բայց ցուցակների հրապարակումը հնարավորություն է, որպեսզի կարողանանք ստուգենք կրկնակվեարկությունը։ Այդ բողոքարկման ինստիտուտը կարծես թե վերացվեց, այսինքն դուք գիտեք այդ հայտնի քրեականացման հոդվածը եւ այդ 258-րդ հոդվածից հետո բնականաբար այս ընտրական օրենսգիրքը չի երաշխավորում մաքուր եւ արդար ընտրություն։